Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք վարորդների իրավունքներից, հարց, որի հետ կապված մեզ դիմում են շատ, բայց մենք չենք զբաղվում խնդրով եւ հորդորում ենք դիմել մեր լավ գործընկերներին, եւ այսօր հյուրընկալել եմ այդ լավ գործընկերներից մեկին, իրավաբան վարորդների իրավունքների պաշտպան Մհեր Հակոբյանին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Անընդհատ խոսում են երթևեկության կարգավորումներից, բարեկային բարեփոխումներ, չգիտեմ, քաղաքի բեռնաթափելու նպատակով կարմիր գծերի թանկացումներ եւ այլն, ասֆալտի որակ, ասֆալտապատում, գծանշում, չգիտեմ ինչ, բայց ունենք այն ինչ ունենք։ Մեկ համարում եք բարեփոխված թե ոչ, առաջի հարցը, եւ եթե չեք համարում բարեփոխված, այս վիճակի պատճառը որն է ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար, հուսով եմ առիթ կլինի եւ ձեր ստուդիայում ես եւս էլի կլինեմ, սա մեր առաջին հանդիպումն է։ Իրականում խնդիրը շատ խորքային է եւ կարելի ասել, որ մեր հետ գալիս է մեր անկախության ողջ ընթացքում Հայաստանի անկախ հանրապետությունը այդ վարորդների հետ կապված իրավանորմերը, այդ թվում եւ վարչական իրավախախտումները վերաբերել օրենսգիրքը ժառանգություն ստացավ խորհրդային Հայաստանից եւ ցավոք անկախության արդեն 35-րդ տարին է ընթանում, բայց մենք դեռևս չենք ազատվել այդ խորհրդային նորմերից։ Խնդիրը ինչումն էր կայանում, որ խորհրդային իրավակարգում ընդհանրապես վարչական իրավունքը ավանդականորեն երկրորդ դերի վրա էր եւ այդքան լուրջ տեղ չէին տալի վարչական իրավունքին, ավելին, քանի որ ինքը որոշակիորեն ավտորիտար տարրեր ունեցող երկիր էր, երբ որ պետությունն է ասենց հրամայող էս քաղաքացիական մեծ հաշվով դες լայն իրավունքներ չուներ, ամեն ինչ ասենց պարզ կարգավորում էին տվել եւ ապրիորի ենթադրում էր, որ եթե պետությունը քեզ տուգանեց, ապա շնորհակալ եղի, որ քրեական չեն հարուցել, գնա խելոք տուգանքդ մուծի եւ այլն եւ այլն։ Հիմա քանի որ 91 թվականից հետո մենք ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան երկիր ենք կառուցում, բարձր մեր սահմանադրական նորմն է հիմնարար, անձի դերը մեծացավ։ Անձի դերը երբ որ մեծացավ, բնականաբար անձի դիմադրությունը եւս մեծացավ պետական մարմնին, այսինքն այդ պարզ կառուցակարգը, որ խորհրդային հասարակարգում գործում էր, քեզ տուգանեցին գնա խելոք մուծի թե չէ, այս դեպքում հանկարծ անձը ասաց ոչ, ես ունեմ իրավունքներ, դու ունես պարտականություններ, բարի եղի պատշաճ վարչարություն արա եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այս խնդիրը, որը մենք հանդիպեցինք 91 թվականին, ցավոք մեր անկախության այդ երկար տասնամյակների ընթացքում այդպես էլ չլուծվեց, եւ որսի մարդիկ պատկերացնեն, նույնիսկ հենց հիմա, երբ որ մենք խոսում ենք, մենք առաջնորդվում ենք վարչական իրավախախտումները վերաբերել դեռևս խորհրդային Հայաստանի օրենսգրքով։ Այսինքն, այնտեղ խորհրդային հասարակարգն է պաշտպանվում եւ այլն, ինչու աբսուրդ է։ Դե պարզ է, մեր օրենսդիրը շատ առաջնային նպատակներ ունեցել, չի հասցրել նոր վիվորենսգիրք ձևավորի, թեև ես պնդում եմ, որ դա ամենևին էլ այն հետին նպատակներից չէր եւ մեր բոլոր քաղաքացիները վարչական իրավախախտումները վերաբերել օրենսգիրքին ավելի շատ են շփվում, քան քրեական օրենսգիրքին։ Բարեբախտաբար հանցագործներ չենք, քիչ մարդ է քրեականին առիթ ունենում շփվելու, իսկ ամեն օր հիմա ձեր ստուդիա գալուց երբ որ ես մեքենայով եմ եկել, ես արդեն ռիսկ ունեմ շփվել վարչական իրավախախտումները վերաբերել օրենսգիրքին։ Սա մեկ խնդիր։ Երկրորդ խնդիրը մեր մի հատ լավ օրենք ունենք, որը 2000-ականների սկզբին ընդունվեց, 2003 թվականին վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքն է, շատ լավ օրենք է, ես երբեմն առանց չափազանցնելու ասում եմ, որ դա Հայաստանի անկախ հանրապետության ամենալավ ակտերից մեկն է, օրենսդրական, ընդ որում լավ է եւ իր բնույթով, այսինքն մարդակենտրոն է, համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին, իրավական պետության եւ այլ, եւ ինքը որպես իրավական տեխնիկայի առումով շատ լավ գրված է, այնտեղ շատ լավ մեխանիզմներ են, պարզ է գրված, հստակ է, շատ հարմար եւ գեղեցիկ օրենք է, թեև ցավոք 2010-ականներին որոշ փոփոխություններ եղան, որ իր որակը մի քիչ խունացրին, ցավոք 20-ականներին էլ հիմա արդեն նոր փոփոխություններ են նախատեսվում, որ ավելի է իրան ձգտում անորակ դարձնել, բայց նույնիսկ դրանով հանդերձ ինքը մի գլուխ բարձր է շատ այլ օրենսդրական ակտերից։ Սա էլ երկրորդը։ Ոլորտը կարգավորվում է նաև դեռևս 2007 թվականին ընդունված ՀՀ կառավարության 955 որոշմամբ, որը վերաբերվում է երթևեկության կանոններին։ Այս երեք իրավական ակտերն են։ Առաջինը վարչական իրավախախտումը, դա ըստ էության նյութական նորմն է, որոշակի պրոցեսուալ նաև վարչարության հիմունքները հիմնականում պրոցեսուալ նորմն է եւ նյութական նորմի բլանկետային տարը նաև, այսինքն ավելի մանրամասն տարը նաև այդ կառավարության որոշումը։ Հիմա այստեղ խնդիրն ինչումն է։ Ցավոք մեր իրավական համակարգը միանգամից մի քանի խնդիրների առջև կանգնեց։ Նախ միանգամից բարդացավ ոլորտը եւ օրենսդիրը չկարողացավ դրան պատշաճ արձագանքել։ Միանգամից, գիտեք, օրինակ խորհրդային ժամանակաշրջանում կանգառ է կատարել երկրորդ շարքում։
Հասկացությունը կարծես թե հստակ էր, ոստիկանը գալիս էր իրեն սովետական մոտոցիկլով կանգ, մեր ակնհայտ է երկրորդ շարքես, ես ոստիկան եմ, դու քաղաքացի ես, շնորհակալ եղի, որ ավելի վատ բան չի լինում քո հետ, դու կանքդ մուզիկամ դուր դակեմ գնա։ Հիմա նման անորոշությունները տեղափոխվեցին անկախ Հայաստան, որտեղ նոր տիպի քաղաքացի է գործում, նոր դատական համակարգ, նոր հարաբերություն, եւ անկարծ քաղաքացին ասում է հարգելիս։ Մի հատ ինձ ցույց տուր այդ երկրորդ շարքը որտեղ է եւ ընդհանրապես ինչ է։ Այսինքն ես օրինակի վրա ցույց տվեցի, որ ինքը օրենսդրական նորմը թերի է։ Հաջորդ աստիճանում իրավա կիրառողը, կոնկրետ դեպքում իրավապահ մարմնի աշխատակիցը, այսինքն պարեկային կամ այլ ոստիկանը, հաճախ ցավոք չունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որպեսզի պատշաճ արձագանքի իրավիճակին։ Նույնիսկ հիմա այս պարեկային ոստիկանությունում իմ լավ ընկերներն են, շատերը, ողջույններ իրենց, պարեկային ոստիկաններ եւ բնավ չեմ անձնավորում, բայց կա կադրային լուրջ խնդիր եւ այսպես օրենքը անորոշ է եւ սխալներով լի, իրավակիրառողը հաճախ չունի պատշաճ մակարդակ, որպեսզի պատշաճ ֆիքսի իրավիճակը։ Սա այնպես ասում են, սակայն դժբախտությունների դեռևս ուղիղ կեսն է։ Ես ուզում եմ ասել միայն իրավական խնդիր ունենք, Չէ, ես մոտենում եմ, սա իրավականից ես մոտենում եմ, վերջի իրավաբանի հետ եք զրուցում։ Հաջորդ խնդիրը դատական համակարգը։ Ուրեմն ես ինձ ճանաչողները գիտեմ, որ հեսա կլինի երևի արդեն 9-10 տարի, որ ես ոլորտի մեջ եմ 2016 թվականից, եւ պատասխանատու կարող եմ հայտարարել, որ մեր դատական համակարգում պայմանական ասած եւ ամենայն ողջույն իմ դատավոր ընկերներին, եթե ունենք 10 դատավոր, ապա կարող է լինել 15 հատ կարծիք։ Այսինքն ինչքան դատավոր, այդքան կարծիք եւ մի բան դեռ ավել, սա կատակով եմ ասում, բայց որովհետեւ մարդիկ հասկանան։ Այո, գիտեք, ես դրան դեմ չեմ եւ ասեմ շատ իրոք անհատ, վառ անհատ իրավաբան, անհատներ կան դատավորների մեջ, վառ անհատականություններ են։ Գիտեք, մեկ ուղղակի դատավորները վառանձիկ չեն, բայց ինձ հետ երբ որ շփվում ես վառ անհատականություններ եւ առաջնակարգ իրավաբաններ են որպես կանոն։ Եվ հաճախ այնպիսի իրավական լուծում է տալիս մի իրավաբանը դատավորը եւ մյուս իրավաբան դատավորը, որ սենց երկուսն է կարծես թե ճիշտ են եւ նույնիսկ լինելով դու իրավաբան դժվարում ես։ Մի հատ դասական օրինակ բերեմ, որը շատ եմ սիրում բերել, այ հիմա մարդիկ կպատկերացնեն։ Երբ որ հրապարակից մտնում ենք Սախրովի այսպես կոչված հրապարակ, այդ Նալբանդյան փողոցի հատվածը, հետո դուրս ենք գալի Նալբանդյանով շարունակում ենք, այն կողմից է գալիս է Պուշկինը, գնում է Վարդանանց։ Ուրեմն 2010-ականների ողջ երկրորդ կեսին մի հատ մեծ վեճ էր գնում մեր վարչական դատարանում, թե արդյոք այդ Սախրովի հրապարակ է, թե խաչմերուկ։ Ուրեմն Երթևեկության անվտանգության մասին օրենսդրությունն այնքան անորոշ ձևակերպում է տալիս խաչմերուկ հասկացությանը, որ հիմա ես եւ դուք եթե գրիչը թուղթը վերցնենք, այդ 4 տողը կարդանք եւ մի հատ բանասերը կողքներս նստի եւ փորձի դա բացատրել, չի կարող։ Ուրեմն մոտավորապես եմ ասում 20 դատավորից 15-ը ասում էին, որ դա հրապարակ է, այն 5-ը ասում են, որ դա խաչմերուկ է։ Ըստեղ սա կարևոր է ինչի, որովհետեւ մարդուն տուգանում են կանգառ է կատարել խաչմերուկ ձևակերպումով։ Այն դեպքում, երբ որ մարդը կանգնած էր Նալբանդյանից որ բարձրանում ես, այն աչ անկյունում, այն սև շենքերի անկյունում, օրինակ իմ կարծիքով դա հրապարակ է, խաչմերուկ չէ, որովհետև օրենքի ձևակերպումն ասում է, պարզ օրինակ, խաչմերուկ է երկու ճանապարհների եզրերից հատման են մեջտեղի քառակուսին։ Ասեն շախմատի տախտակի դա է մնացածը, խաչմերուկ չէ։ Ես տենց եմ հասկանում, բայց դատավորների մի զգալի մասը ասում է ոչ, երբ որ ճանապարհը լենացավ, դա էլ է խաչմերուկ, ես ասում օրենքից դա չի բխում։ Ու այդ մեծ վեճը գնաց Սախրովի հրապարակով, հասավ Վերաքննիչ դատարան, մասամբ հասավ Վճռաբեկ դատարան եւ Նիկոլյան համաներումը, որն եղավ 18 թվականի ամռանը, հիշում եք, միանգամից կտրեց ու մենք տենց էլ չիմացանք Վճռաբեկ ինչ կարծիք ունի դրա մասին։ Եվ այսպես դատական համակարգը արդեն երրորդ աստիճանից միասնական կարծիք չունի։ 4-րդ խնդիրը դատական համակարգը շատ դանդաղ է արձագանքում։ Հիմա նայեք, էլի օրինակ բերեմ, 2023 թվականին հունիսին սկսեցինք այս լուսաթափանցելիության գործընթացը Արսեն Թորոսյանի թեթև ձեռամբ։ Հիմա նոր, հիմա հունիս ենք, չէ, ուղիղ 2 տարի։ Ուրեմն նոր հիմա Վճռաբեկ ասեց, որ 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ը գրված բոլոր ակտերը սխալ են։ 23-ի հունիսի 1-ից 24-ի ապրիլի 4-ը։ Ինչի ապրիլի 4-ը, որտեղ այդ օրը օրենսդրական փոփոխություն եղավ, նոր տիպի ակտեր սկսեցին ծնվել, այսինքն նրանք ինչ հսկայական ռեսուրս ծախսվեց։ Մարդը գալիս է իմ մոտ, ասում է, բողոք հարկեմ լուսաթափ, ասում չգիտեմ, ես ուզում դատարանում հաղթածներ, բայց դա դեռ վերջնական չի, 25 դատավոր կա վարչական դատարանում, Վերաքննիչ արձանում կային 5 կազմեր, ամեն մեկը 3 դատավոր, Վճռաբեկի կարծիքն է չգիտենք։ Հիմա ես քեզ ինչ ասեմ, բայց հիմա ես արդեն գիտեմ, որ 23-ի հունիսի 1, 24-ի ապրիլի 4 այդ արանքում մենք 100% հաղթել ենք, այսինքն պետությունը, այստեղ 100% sense
Սխալ բան արեց ու հսկայական ռեսուրս միջոցներ ծախսեց եւ միտքս սենց վերջացնեմ դատական համակարգի դանդաղ լինելը հսկայական խնդիր է առաջացնում հիմա այդ նույն լուսաթափանցելիության խնդիրը ապրիլի 4 մինչեւ այսօր 24 ապրիլի 4 25 հունիսի 1 80% մոտավորապես արդյունք ունենք դե հիմա մարդը գալիս է ասում է լուսաթափանցելիությունն է բողոքարկեմ թե չէ ասես եղբայր զուտ ստատիստիկ 10-ից 8-ը պարտվում է պետությունը բայց քոնը կարող է գնեն երկուսի մեջ, իսկ եթե դու մի հատ ես բողոքարկում, քո բախտը կարա չբերի, բայց եթե դու 10 հատ ես բողոքարկում, ստատիստիկ 8-ը կկրես, զուտ։ Ու սրան գումարվում է եւս մեկ հաճույք, որը ցավոք 2020 թվականին պետությունը կախեց մեր վրա, այդ չարաբաստիկ турքերի թեման, որը առանձին թեմա է։ Առանձին թեմա է։ Միտքս վերջա, եթե ուզում եք անդրադարձ անելու եմ սրան, բայց հարցի բուն Էսի իրավական կողմն է։ Հասկացած, ես հիմա տեսեք մի դիտարկում եմ ուզում անել, իդեպ ասեմ, որ նաև ուրախացրեց ինձ ձեր դիրքորոշումներից հատկապես այն հատվածը, որ մենք ունենք վառ անհատականություն հանդիսացող պատասխանատու հայտարարում դատավորներ, ես առաջի թողարկումն էր մեր իմ հյուրը Սիմոնյան տարոնում էր, փաստաբան, ու երբ առաջ անգամ տարոնը Սիմոնյան ասաց մենք ունենք լավ մտածող, իսկապես իրավունքի ոգին, տենց հասկացող, տենց տողերի արանքում մատեստող դատավորներ, ես ասում եմ, գիտեք, այդ վերջին տարիներին մենք մենակ վատ բաներ ենք լսել դատավորների մասին, ու սենց լավ բան, ու երկրորդ անգամ ես երևի թե վերջին 4 տարվա մեջ 2 անգամ եմ լավ բան լսել, երկուսն էլ էս տաղավարում ա եղել, ու շատ իրավականը եթե դիտարկենք հարցը սենց տեսեք հարցադրումը երթևեկության վիճակներ, եթե հիշում եք, այս իրավականը որպես կոմպոնենտ բնականաբար առաջին տեղում գալու է, բայց առանցքային դերի եւ նշանակության մեջ օրինակ, եթե տոկոսի փորձենք բաժանենք, կարանք ասենք, որ կարգավորումները 80 կամ 90%-ն են, որ այս վիճակն է մնացածը թե ոչ։ Հարգելի Բաբկեն, մի պահ նախորդ թեման էլ շարունակենք։ Ես աշխատում եմ վարչական դատարանի հետ հիմնականում եւ մարդիկ ինձ թող ճիշտ հասկանան, սա այլ մոտիվներով արված է, պատասխանատու հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների կազմի ճնշող մեծամասնությունը առաջնակարգ իրավաբաններ են եւ լավ, վառ անհատականություններ։ Ընդ որում համարցակ մարդիկ են, որոնք հաճախ ի վիճակի են վերցնելով իրենց վրա բացասական էֆեկտը պետությանը ասել ոչ։ Հիմա գիտեք, մարդիկ սովոր են ասել, այ դե դատավորը էլի դե սենց սիրում են, չէ, ակնարկներով, բայց գիտեք, այդ դատավորի համար այնքան հեշտ է պետության որոշումը կնքել անցնել առաջ, լավված չնել կառավարության հետ, բայց այդ մարդիկ այնքան պրոֆեսիոնալիզմ եւ անձնական ազնվություն ունեն, որ հաճախ իրենց վրա վերցնելով բացասական էֆեկտը, ասում են ես սա չեմ ստորագրի եւ կնքի, սա մնալի է պատմության մեջ եւ դրանով օգուտ են տալի քաղաքացում։ Թեման փակենք սենց, անկախ պրոֆեսիոնալ եւ ազնիվ դատավորը դա առողջ հասարակության գրավականն է եւ մարդու պաշտպանն է։ Հիմա վերադառնանք հաջորդ խնդրին։ Իրավական խնդիրները առանձին, բայց ցավոք ոչ գլխավոր մասն են կազմում այս խնդրի, ցավոք ոչ գլխավոր։ Թեև ես գտնեմ, որ եթե իրենք չլուծվեցին, խնդիրները չի լուծվի։ Նայեք, կան տեխնիկական ընդհուպ մինչև խնդիրներ, տեխնիկական, գծանշումների հարցը, ճանապարհի որակի հարցը, ավտոմեքենաներս հսկայական հոսքը, որը Երևան քաղաքում հիմնականում պտտվում է, երթևեկության կարգավորման նյուանսները։ Օրինակ ես հաճախ ուղղակի սա իմ ոլորտը չի, դրա համար արդեն զգուշանում եմ։ Նայեք, շատ հաճախ օրինակ տեսնում ես, մի ինչ որ փողոցում երթևեկությունը 6 ամիս այսպես է, մեկը որոշում են Արշակունյաց, օրինակ Ագաթ-Անգեղոսի կրկեսի խաչմերուկի աչը։ Մի երկար ժամանակ փակ էր եւ սարսափելի մինչև տաշի բանի խաչմերուկ, փեթակի խաչմերուկ հասնում էր խծանումը։ Հետո որոշեցին աչը բացել եւ դա շատ լավ որոշում էր։ Հիմա էլ աչը մասնակի է բաց։ Հիմա գիտեք ասացես ինչ է Ստեղ պետք է լուրջ մասնագիտական մոտեցում։ Այսինքն պետք է սա գիտություն է, տրաֆիկը կարգավորելը դա գիտություն է։ Սա չպետք է փորձարկում ա, եկեք Իսահակյան փողոցը այսօր միակողմանի սարքենք, հələ նայեք ինչ կլինի։ Հետո եթե չարթարացած սարքենք երկկողմանի, միակողմանի սարքենք Մոսկովյան փողոցը, դա չի կարելի։ Սա գիտություն է, որն ունի իր կանոնները։ Լուսացույցների կարգավորումը ունի իր կանոնները։ Մենք բոլորս մեր ճանապարհին գիտենք, չէ, երբեմն դու աչ ես թեքվում Աչդ փակ է։ Նորմալ երկրում ես ինչքան գիտեմ, աչերը միշտ բաց են։ Երբեմն ես նայում եմ օրինակ այդ չարաբաստիկ աչերը, որ բացում են միշտ, դա թեթևացնում են երթևեկությունը։ Ավելի ես որպես վարորդ եմ լուծում ասում, ոչ որպես տեսաբան, սա որպես վարորդ։ Օրինակ ես կարծում եմ, որ երբեմն պետք է հետիոտնային, երբ որ դու աչ ես թեքվում, հետիոտնի աչը մի քիչ ուշ բացի։ Այսինքն, պայմանական 2-3 հատ քո աչը բացի, նոր մի հատ հետիոտնի։ Թող հետիոտները հավաքվեն, հետո մի անգամից անցնեն, կներեք ինձ հետիոտներ։ Ես էլ եմ վարորդ, հաճախ ես էլ եմ հետիոտն, իմ մայրը, քույրը եւ նենց չի որ բոլորս ավտոյի մեջ ենք ծնվել։ Բայց հաճախ նայում ես Արշակունյաց փողոցի փեթակի մոտի անցումը 20-30 մեքենա կանգնում է, մի գեղեցիկ սերի աղջիկ
ողջույններս բնականաբար նման կանանց իրեն շորելով եւ շողալով հանգիստ անցնում է։ Եվ այդ պահին բոլոր վարորդները նայում են եւ մտածում են հարգելի շուտ արա։ Սա արդար չի մի հոգին անցնի եւ 30 մեքենա կանգնի։ Այն դեպքում, երբ որ վերն գետնա հեճետային անցում կա, մի քիչ վերև, փեթակից այն կողմ։ Այսպես նրբություն չկա։ Այ նրբություններից ասացիք, դու երթևեկությունից ենք խոսում, ես մի անգամից հիշեցի միջազգային խորհրդատուն ավտոբուսների համար նախատեսված գծերի հարցը, երբ որ քննարկել էր, դիտարկել էր եւ առաջարկը տվել էր, որ փողոցներում անեն, ինչպես անեն, բայց չեր էլ մոռացել, հա, հատուկ տողով գրել էր, որ դա կամ պետքա միանգամից անել բոլորը, կամ ընդհանրապես չանել։ Ինչի, որովհետեւ պայմանական եմ ասում, հա, ինչ որ փողոց նեղացնում ես։ Եթե դու երթևեկությունը չես կարողացել կազմակերպես այնպես, տրանսպորտային համակարգը չես կարողացել կազմակերպես այնպես, որ մարդ իր մեքենան չհանի, այսինքն ինքը նախընտրի տրանսպորտով օգտվի եւ մի մեքենա պահակա շահագործվի։ Եվ մի պատ էլ նեղացնում ես, հոսքը ավելի ես նեղացնում են կողմի վրա, մի բան էլ խցանումն է շատացնում, ոչ թե թեթևացնում ես։ Այսինքն միջազգային խորհրդատուի տրամաբանությունը այն էր, որ բերեք լավ համակարգ, բնականաբար տրանսպորտի քանակը, շարժակազմերի քանակը մի փոքր կնվազի, այդ նվազելու հաշվին գիծը կտած։ Մեր քաղաքային իշխանությունները հերիք չի առանց բարեփոխելու բերեցին։ Մի հատ էլ Աբովյան եւ Հերացու վրա, հա, բերեմ օրինակը, Աբովյան փողոցի վրա այդ ժամանակ հիմա էլ, հա, այդ աջ հատվածում դեպի պլանի գլուխ բարթացողը բնակելի շենք կարելի ասել չկա, բժշկական համալսարանն է, տնտեսագիտական համալսարանն է, առաջ հիվանդանոցն է, մինչեւ անկյունը։ Ու բավականին մեծ քանակությամբ տրանսպորտ էր անցնում։ Ուրեմն Աբովյանի վրա ավտոբուսի գիծ չէին տվել։ Հերացին, որ ամբողջությամբ բնակելի էր հենց այդ նույն զուգահեռ իրականության, Հերացու վրա բերել էին ավտոբուսի գիծ էին տվել։ Այսինքն ես դրա հետ առումով ասեմ, դուք վստահ եք, որ Հերացու ավտոբուսի գիծը հիմա կա։ Չկա հետ եմ ասում։ Ես չգիտեմ, կարող է իրավաբանորեն կա։ Դա իմ տան ճանապարհն է, ես ամեն անգամ իմ գրասենյակից անցնում եմ Խանջան, Հերացի եւ Միաստիկյանով բարձրանում եմ դեպի Ավան։ Հիմա ես երբ որ ամեն անգամ այդ թունելից դուրս եմ գալ եւ աչից Հերացին սկսվում է, այդտեղ նեղանում է, չէ՞, աչից ավտոբուս։ Ես օրինակ վստահ չեմ։ Մի կողմից կարծես թե կա։ Մյուս կողմից ուժեղ խցանում է եւ գայթակղությունը մեծ է, մի քիչ աճ անել արագ գնա։ Մյուս կողմից նայես ավտոբուսի գիծ կա, բայց այնքան մաշված է գծերը, որ դու մտածում ես երևի իրավակիրառողը փոշմանել է տեղ գիծանի, թողել է ուղղակի դրանք ինքնիանց մաշվեն։ Բայց կարող է եւ կա։ Հիմա ես չգիտեմ, ես իրոք հստակ չգիտեմ, Հերացի սկզբում ավտոբուսի գիծ կա թե չկա։ Բայց ես օրինակ չգիտեմ կա թե չկա, բայց գիտեմ մի բան, որ հիմա մենք խոսենք, անպայման կպարզվի, որ մենք ենք պեղավոր, ինչի, որովհետեւ գործող իշխանությունը եւ այսպես ասած իշխանության երկրպագուները միշտ գտնում են ինչ-որ մեղավոր ինչ-որ խնդրեմի, այսինքն բոլորը մեղավոր են, բացի պատասխանատուներից, ովքեր պետք է այս ամենը կազմակերպեն։ Միշտ է։ Համընդհանուր խնդիր է, այո, այնպես է, բայց հիմա շատ վառ արտահայտված։ Ու այս կոնտեքստում օրինակ այդ հասարակության վրա գցելը ես միշտ հիշում եմ, որ 2000-ականների սկզբին, երբ որ գնում էի Վրաստան, մեքենաների գերակշռող մեծամասնությունը խփած էր։ Հա, ես նորոգած էր։ Ավելին, ինձ թվում էր Երևանում երթևեկությունը վատ է, անկեղծ։ Հետո երբ որ տեսնում էի ոնց են գալի առաջի գծից մի անգամից մտնում 4-րդ գիծ, այտենց կուլբիտներ անհասկանալի են, որ տպավորություն էր, որ ոչ կարգավորում գոյություն ունի, ոչ նոր գոյություն ունի, ոչ հսկող գոյություն ունի, նոր հասկացա խայտարակված երթևեկությունը որն է։ Հետո տեսանք բերեցին իրավակարգավորումներ ու մեղմ ասած այդ խայտարակ վիճակը չկա ու անընդհատ բոլոր մեքենաների ջարդացի հետքերն էլ չկա։ Հիմա որ մտնում ես, այսինքն բերեցին իրավակարգավորումներ եւ վիճակը փոխվեց։ Այդ թվում են ենթակառուցվածքները, որոնց մասին խոսում եք դուք։ Հիմա մեր մոտ օրինակ ես վերջերս նկատեցի, հա, նաեւ այդ թվում մարդակենտրոն մոտեցումներում շատ դեպքերում, հա, բերում են, որ տեսեք մարդիկ ոնց են հերթեր գեղեցիկ կանգնում հերթեր, մենք չենք կանգնում այդ հերթը մտնում ենք։ Այ տեսեք, այս մեքենան որ սենց ըլներ, սենց կլներ, այ որ դատանը սենց որոշում կայացներ, այս մոտեցումը ի վերջո կարգավորումը պետք է լինի, թե չէ, որովհետև այդ նույն վիդեոն որ ուշադիր նայում ես, հասկանում ես, որ այ մարդ, բայց այնտեղ նայի ինչ խելոք է, ինքը րոպե մեկ չի հայտարարում, որ ուշադրություն դռները փակվում են, որ բանը լինի, այլ սպասում է, հասկանում է վերջի մարդը կմտնի դռները կփակի, այսինքն համակարգ է դրել։ Կամ ճանապարհը կառավարությունը շատ հանգիստ կարող հասկանալ, որ այս ճանապարհը իր համար կարևոր է, եթե դատանին ոչ մեկ չի խնդրել, չի միջնորդել հաշտության գնա։ Ինքնուրույն ինչ հիմքով է գնալու երկու հոգու միջև հաշտության, եթե կողմերից ոչ մեկը այդ հաշտությունը դիտարկելը չի քննարկել։ Հիմա հասարակության անելիքն է շատ, թե կարգավորումների լավ լինելն է կարևոր։ Շատ բարդ հարց տվեցիք, իրականում հասարակություն եւ պետական կարգավորում իրար հետ փոխադարձ կապի մեջ են գտնվում։ Մի կողմից պետքա հասարակությունը պահանջի, մյուս կողմից էլ պետքա պետությունը դա կարգավորի։
Հիմա նայեք, մեր հայերս, օրինակ, ասենք մի հատ տրիվիալ խոսք կա, որ ես չեմ սիրում, ասում հայերը օրենք չեն սիրում։ Իա, այդ նույն հայերը, որ գնում են Գերմանիա, անես մի հատ օրինապաշտ են դառնում, որ գերմանացուն կարող ֆորատան։ Հայը օրենք սիրում է, ուղղակի մեր հայերս, քանի որ բոլորս ենք պրպտուն ուղեղ եւ անհատներ ենք խելացի, թող ներվին ձեզ ազգայինը, բայց այդպես է որպես կանոն։ Մենք հայերս ամեն անգամ երբ որ մենք իրավակարգավորում ես դեմ տալի, մի հատ չենք ասում, ճիշտ է եւ վերջ, մի հատ մեր ուղեղի միջով դա անցկացնում ենք, եթե ներքնապես դրա հետ համաձայնվեցինք, այդ օրենքը կատարում ենք։ Ցավոք մեր իրավակարգավորումներից շատերն այնքան աբսուրդ են, որ մենք ներքնապես ընդվզում ենք դրանց դեմ եւ սկսում ենք դրանց դեմ խոսել։ Հիմա նայեք, Այդ ձեր ասածի չեմ ընդհատում, բայց հենց այսօր ենք այդ թեմայի շուրջ խոսել։ Իրավակարգավորումներ սիրող ենք եւ լավ էլ օրինապաշտ ենք, վառ ապա ցույցներից մեկն է հենց այդ ապայի ներդրումն էր, երբ որ դնելու տարին առաջի տարվա ավարտին 70% բան են ունեցել, մասնակցայնություն են ունեցել այն դեպքում, որ աշխարհում դա բայց տեղը ներկայացում կա։ չէ, նույն պարտադիրի պայմաններում այդ ծածկույթն ապահովելը այդքան ըմբոծում է 20-25% չէ, սկզբի փուլը։ Հիշացրեք ապայի հարցով, ես մի քիչ հետո հետաքրքիր բան կասեմ, տեղը ներկայացում կա։ Եվ այսպես, հայը իր ուղեղով քննադատական անցկացնում է։ Հիմա եթե դու հային, այս ամառվա շոքին, ԵԱՏՄ կարգավորումը լուսաթափանցելիության բերում եւ դեմ ես տալի, որը Լենինգրադում եւ Մուրմանսկում գործել է, Օրենբուրգում գործել է, բայց հայը Երևանի տժան շոկի մեջ ասում է լավ ինչի ես պետք է տժան մարևի տակ։ Հայը որոշում է խախտի։ Եթե դու հային պարտադրում ես ամրագոտի, բայց Երևանի արագությունը միջին 30-40 կիլոմետր է, ամառվա տժան շոկին կամ զմերվա հաստ շոյերով մարդը դժվարանում է այդ ամրագոտին գցի։ Եթե մարդը մատուցող է, այդ որ խանութներում պտտվում է, ամեն րոպե ամրագոտ, մարդը սկսում է դա արդեն մտածել։ Հիմա եթե Միաստիկյանի բարձացողը դու միշտ կարեր 90 դներ, 80 դներ, 60-ը դրել ես ու արագաչափ դել վրան ես դրել։ Մարդը իրենից անկախ հենց այդ արագաչափ անցնում արագություն 80 է հանում, որպեսզի իր ավտոն չխեղճանա, բարձր սկորոստով բարձր։ Ասածս ինչումն է, մեր պետության խնդիրը կայանում է նրանում, որ 18 թվականից են ժողովրդական իշխանությամբ անհատների լայն մասնակցությամբ եկանք, բայց հիմա պետությունը հասարակության հետ հետադարձ կապը կորցրել է։ Իդրաֆտ հարթակում դնում են օրենք, հասարակության 99% դեմ է այդ օրենքին ու ամենալայն հիմնավորումներով։ Ասենք այս շրջարկի մասին օրենքը ինչ որ այլ փոփոխություններ չէ, որ massական դեմ են։ Հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն։ Իդրաֆտում այդքան դեմ եղան, մասնագետները խոսեցին, վերջ պետությունը Իրանն է անում։ Այդ դրա համար էլ մարդը որոշում է խախտի։ Այսինքն հետադարձ կապը հասարակության եւ քաղ հասարակության անդամների հետ, ձեր հետ, ինչ որ մի առաջատար հաշվապահի հետ, առաջատար իրավաբանի հետ։ Գիտեք, ես միայն բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց չեմ ասում։ Հիմա մենք ունենք ավտոբուսի վարորդներ, որը իր այդ ավտոբուսի գիծը քանի որ մի տարի է, երկու տարի է քշել, ինքը աչքերը փագած գիտի թե տեղ եւ հիմա հասարակական քննարկում արեք, այդ ավտոբուսի վարորդին ներկայացրեք հասարակության, ասեք, այս մարդն է 2 տարի է գծի վրա քշում։ Այս մարդը այս կարծիքն ունի, որովհետեւ սենց։ Եվ այդ մարդկանց կարծիքով ձևավորեք օրինակ թե Կոմիտաս Շիրվանզադե Խաչմերուկում ոնց է ճիշտ դեպի Դավթաշենի Այս ձեր ասացի համատեքստում ես քանի որ մեր հետևորդներն էլ մեզ դիտողներն էլ այս մասին չգիտեն կուզեն որ տեղյակ լինեն դուք են քիչ մարդկանցից եք ովքեր այսպես ասած քաղաքացու կողքին կանգնում են ու տեղից այդ նեղ վիճակում որ գտնվում է մի հատ տուգանքի տակ անգած խախտումն արելա պետքա վճարի այդ բողոքարկելու գումարն էլ չի ունենում կանգնում եք կողքին իհարկե ձեր գնահատմամբ տանում եք որ մարդը այդ վճարը չտանի ու շատ եք շփվում նաև թերևս դա է պատճառը որ շատ եք գործում դատական համակարգի եւ այդ ստատիստիկային տիրապետում եք այ խախտումները որ դուք նայում եք ձեր ունեցած բողոքների դատարան տարած գործերի վրա այս վատ ավելի շատ մարդը խախտում անող իրատեսակով խախտումն արելա դրա համար այդ վիճակում թե իրականում այդ ձեր ասած իրավիճակային բնույթ կրող կողմը շատ է այն որ դե հասկանալի է չէ որ նորմը իսկականից վատն է դե կոպիտ ասեմ էլի այն որ Արնակ ամրագոտի չգծելը շատ վիճելի հարց է, էլի պետք է ունենանք քաղաքություն ունենանք, չէ, տեսեք, որովհետև շատ հանգիստ կարող լինի պոզիցիա, որ գիտեք, իշք այդ դու 30 ասում եք, գումարվում է իրար ճակատային վթարների անվտանգության հետ կապված, մանավանդ որ եմ ասում վիճակագրություն չունենք։ Ես ինքս կարամ ձերպես մտածեմ, որ օրինակ քաղաքային մինչև 40 արագության պայմաններում դու մարդուն չպետք է տուգանես ամրագոտի չունենալու համար, բայց չեմ կարա նաև չընդունեմ այն հակափաստարկները, որոնք կբերեն են կողմերը, ովքեր այս կարգավորումը բերել են, պատկերացրեք, չէ, այսինքն միշտ կա հակառակ կողմը որոշ դեպքերում։
Բայց կա նաև այդ ձեր ասած մարդկային գործոնը, որոնք տեղեր կա, որտեղ կներեք, բայց աննորմալություն, հա, 50 կմ/ժ արագություն Գյումրի-Երևան ճանապարհը, ողջույններս Լևոն Բարսեղյանին, այդ մարդը պատրվավ իր բոլոր էֆիրներում ասելու, թե Գյումրի-Երևան ճանապարհի այդ անտրամաբանական 30-ներն ու 50-ները հավաքեք։ Նայում ես 4-ը շարքանի, 2 կողմանի 8 շարքանի ճանապարհը 50-ա դրած։ Լավ ասում էլի դասական Լևոն Բարսեղյանը նորից հիշեմ, ուղղակի լավ է այդ ոլորտը, դա Գյումրի-Երևան ճանապարհի վրա, ես ուշուշ եմ գնում, ինքս էլ եմ գյումրեցի, ոնց որ ծաղր լինի։ Այսինքն եթե դու այդ թվերին նայելով քշես, 4 ժամը պետք է Գյումրիից Երևան հասնես։ Բայց ով է այդ թվերին հետևում։ Հենց նայում են ոստիկան չկա, իրանք 70-90 100-ը բացում են։ Ասենք Մաստարայի հատվածում նայում ես ճանապարհը ինչի՞ եք դու դա դրե։ Այսինքն նորից են իմ ասածը։ Այ հենց սա է ասում, այդ խախտումների Հիմա Վրաստանում ի՞նչ է խնդիրը, Սաակաշվիլի ռեժիմի օրոք այնքան այդ հասարակության այդ կապը արագ եղավ, դինամիկ եղավ, իսկ մեր մոտ չկա։ Հիմա մեր մոտ մի հատ հաշվապահը կամ մի լավ իրավաբանը, որ լավ գիտի պրակտիկան, ասում է ժողովուրդ սա չի աշխատի, որովհետև անում է պետությունը, հասնում է, տեսնում է չաշխատեց, հետո կառավարության նիստում վարչապետը բողոքում է, թե գիտեք, ասում մենք սխալվելու իրավունք ունենք։ Ամեն ինչ չի կարելի նախապես, պետք է հասնենք, տեսնենք, ընթացքում սխալը բացվի։ Ոչ, ես դրա հետ համաձայն չեմ։ Սա փորձադաշտ չի։ Լավ, օրինակ խորհրդային ժամանակները ոնց էին, մի օրենսդրական մեխանիզմ ստեղծել վրա գիտություն էր աշխատում, տեսական հիմքը, պրակտիկ հիմքը, գործնական, չգիտեմ, ֆինանսական եւ այլ։ Չպետք է դու գնաս sense աշկերտ փակ միջանցքի վերջում գլուխդ խփես պատին, նոր տեսես, որ այդ միջանցքը պատով է ավարտվում, հետ գաս։ Դու պետքա 10 մետրից տեսես, որ պատը դադարեցնես ընթացքը, թե հետ գաս։ Հիմա հասանք պատին։ Այս համատեքստում ուզում եմ նաև, քանի որ պատին ենք բախվում, հասկանանք, թե ինչ իրավական կազուսներ կան սահմանված, որոնցով այսօր մարդկանց ուղղակի պատին են դեմ տվել, կասեցում, զրկում, հա, մարդիկ պարզապես են, որ հասկանում են կան խախտումներ, որից հետո բնական է, որ այս մարդուն պետքա զրկես, էլի։ Բայց ունենք խախտումներ, որոնց պետք է չզրկվեն, զրկում են, ունենք, որ պետք է զրկեն, չեն զրկում, ու մեր շատ քաղաքացիներ նաև այս կասեցում, զրկում տարբերությունը իրավական տերմինոլոգիա է, լավ չեն պատկերացնում, խնդրենք նաև համ խոսեիք այն արկա էական բացերի մասին, որ ստեղ զրկում են, որ պետք է չզրկեին, ստեղ կասեցնում են, որ պետք է զրկեին։ Եվ նաև այս նրանց տարբերությունների մասին, որ մեր քաղաքացիները։ Դե սկսենք ոնց որ ասում ես սկզբից։ Օրինակ վարչական իրավախախտումներ կան, որոնք եւ բարոյապես են պարսավելի եւ անընկալելի են եւ չպետք է արվել։ Կներեք հարբած ղեկին նստելը, ես սկզբունքորեն չեմ ընդունում։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես ամբողջական նոր տարիներ է լինում, որ մեկ բաժակ իսկ չեմ խմում, որովհետեւ դու ես մեքենայի ղեկին եւ իրավունք չունես, սկզբունքի հարցը, իրավունք չունես խմելու։ Հիմա եթե մարդը հարբած նստում է ղեկին, ես դա չեմ ընդունում, թող ինձ ներեն հարբած երբեմն քշոներ, բայց ես դա չեմ ընդունում, դա մեծ սարսափելի բաների է բերում, մարդկային, դա անընդունելի է, աններելի է։ Մարդը եթե ղեկին ասում մի խմի, մեքենատ կանոնեցրա գնա նստի խմի, խնդիր չի։ Հիմա հարբած ղեկին նստելու համար տուգանվում է 29000 եւ 3 թե 4 բալ, չեմ հիշում, հիշողությունով եմ ասում, էական չի, բայց ասենք պատահաբար եթե մարդու մեքենայի վրա երկու համար չկա, մարդուն զրկում են, վարդական իրավունքից զրկում են, չեն կասեցնում, զրկում են։ Օրինակ, եթե ես պաշտոնյա լինեի կամ լինեի այդ որոշումը բերողներից մեկը, կասեի դա էլ անում ենք, որ գողությունները կանխարգել ենք, որովհետև համարները հանում են, գնում են գողություն են անում, մենք ուզում ենք իրանց գտնենք, չենք կարող գտնենք, այ դրա համար էլ բերենք, վատ բան ենք արել։ Չէ, իրականում գիտեք, իրականում այս թվին այդպես մասսայական գողություններ տրանսպորտի կիրառմամբ չկա։ Իրականում այդ նորմը գիտեք որտեղից է եկել, հետ հայրենական պատերազմին հաջորդող շրջանում խորհրդային միությունում մի տարածված հանցագործություն կար, մի 10-15 տարի գնում են բեռնատարների վրա հանդիպման վայրը փոխել չի կարելի, հայտնի ֆիլմում այդ էպոխան լավ ներկայացված է։ Բեռնատարների համարը փոխում են, գնում են գողության։ Դրա համար ի դեպ նաև այն նորմը եղավ, որ բեռնատարի թափքի վրա պետք է թվերը գրվի, հիմա հանել են այդ նորմը, որտեղ արդեն աբսուրդի է վերածվել։ Հիմա դա չկա։ Հիմա մեր մոտ դա այդքան արդիական վիճակ է, որ երկու համարը հանելու համար մարդուն զրկես, լավ, մեծ գումարով տուգանի 200,000 դրամով տուգանի, լավ 6 ամսով կասեցրա, չգիտեմ ինչ արա, բայց զրկելը դա գիտեք ինչ նշանակում, զրկելը նշանակում որ դու այնպեսի մի բարյապիղծ բան ես արել, որ քեզ էլ մենք չենք տալի, գնա մի տարի պատիժդ կրի, հետո կգնաս իրավունքդ կանց։ Դες Հավանաբար դուք աղազանգեր շատ ստացած կլնեք, դուք էլ տեղյակ կլնեք, այդ զրկելունն էլ, հա, եթե դիտարկենք այդ նույն առանց համարանիշի, հենց հիմա գիտենք ինչ մեծ քանակությամբ մեքենաներ են գալի, նաև հերթեր են, մարդը պարզապես մեքենան հանում է եւ բարեկային ծառայությունը շատ լավ իմանալով դրա մասին, գրում հենց այդտեղ, հա, այսինքն 5 մետր է, որ ակնհայտ մարդ ուզում է դիտավորել։ Իսկ դուք գիտեք, որ նման դեպքում դուք անում են նաև տեղասմոտր չունենալու համար։ Դուրս ես գալի, ներս ես գալի, գիտեք, նայեք, մարդը իր մեքենայով դուրս է գալի, մայիս ամսին դուրս է գալի Հայաստանից,
իր տեղ զննումը ավարտվում մայիսի 31-ին, ինքը այդ պայն Ռուսաստանում է։ Հայաստանը մտնում հունիսի 1-ին։ Ինքը այդ պայն հենց սահմանից մտավ իրավախախտ վիճակում արդեն ինքը չի կարող մաքսատանը տեղ զննում անի։ Գոնե մի քիչ քշում են, որ մոտակա տեղ զննման կան հասնի իրեն տուգանում են։ Այսինքն տեղեր կա, որ պետությունը պետք է ազնիվ լինի քաղաքացու հետ։ Դու մարդու համար պայմաններ ստեղծի, հետո նոր պատժի, եթե մարդը դա չի կատարի։ Հիմա ինչ վերաբերում է կասեցման եւ զրկման հասկացություններին։ Ուրեմն կասեցումը դա 6 ամսով է լինում, գործում է անմիջապես, հունիսի 1-ին քեզ կասեցրեցին, օրը վերջացավ, հունիսի 2-ից կասեցված է քո իրավունքը, վերջ։ 6 ամիս, այսինքն հաշվում ենք 6 ամիս եւ այդ հաջորդ օրը, 6 ամիս հետո հաջորդ օրը քո վարտականի անգամ մեխանիկորեն բացվում է, սա ոչինչ, ծանր բան է, 6 ամիս մեքենա չես քշում, բայց նորմալ բան է։ Զրկումը տևում է 1 տարի, դու զրկվում ես ընդհանրապես վարորդական վկայականից, 1 տարի պետք է պատիժդ կրես, 1 տարին անցնելուց հետո գնաս եւ նորից հանես վկայական։ Եվ եթե կասեցման դեպքում այդ օրը գալիս է եւ դու մեխանիկորեն իսկ այդ վերականգնես, վկայական հանելը նույն լրիվ ընթացակարգով նույն, այսինքն նույն հերթերը ֆիզիկո, կանգնելով, հերթեր, գործնական, այսինքն մի 2 տարի տհաճ, զրկվեց։ շատ տհաճ իրավիճակ է, ասեմ։ Բայց հիմա նայեք, համարի համար մարդուն այդ վիճակում գցելը ես համարում եմ անարդար եւ սխալ բան երկու համարի համար։ Մեծ թիվ տուգա, լավ 6 ամսով կասեցրա, այդքան սարսափելի բան արել, 6 ամսով կասեցրա։ Բայց զրկել ընդհանրապես, այսինքն դու ասում ես դու այնպես ես խարխտե վարորդական կանոնների չգրված ու գրված բարոյական նորմերը, որ իրավունք չես մեքենա այն է մի տարի, հետո նորից գնա, դա շատ խիստ է։ Հա լավ, ասենք խմացության համար հասկացանք, լավ, հասկացանք։ Իրոք, էլի, մարդը գուցե պետքա պատժվի մի տարի չքշի, որ այլևս չխմի, բայց երկու համարի համար զրկում։ Հետո հիմա վերադառնանք մեկ այլ խնդրին, ցավոք այս բալային համակարգը շատ ակամա վարչարարների ծնեց եւ նույնիսկ ակամա հանցագործների ծնեց մեր երկրում, ցավոք։ Ուրեմն ցավոք ունենք իրավիճակներ եւ մարդը պատշաճ չի անցվում իր տուգանքների մասին։ Մեր պետությունն էլ նման մի կարգավորում ունի, դեռևս 10-ականների, ասում ես, քեզ մի անգամ փոստով ուղարկում եմ, ընդունեցիր, չընդունեցիր, հետա գալի դրվում է ազդարար, իր ժամկետն ասում է իրավական հետանք։ Այսինքն մարդը հավաքում է իր վրա բալեր, սովորաբար լինում է տարիքով մարդկանց մոտ, ինտերնետից հեռու մարդկանց մոտ, մեկը մի գեղեցիկ օր ոստիկանը կանոնեստում է բարեկային, այս մարդը սիրուն հանում է իր պրավեն ցույց է տալի, ամեն ինչ նորմալ է, պատրաստ է վիճել մի հատ ամրագոտի ստանալը, մեկը ասում է, գիտես ինչ, հարգես, քո վարորդական վկայականը կասեցված է, դες պայն հանցագործ ես։ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով նախածած հանցանք ես կատարել, այս մարդը մի անգամ մեջքի վրա ընկնում, այսքան ոնց հանցագործ եմ, սա կյանքս իրավապահ քաղաքացի եմ եղել, ասում հանցագործ ես, կասեցված վարորդական վկայականում մեքենա ես քշում, որը հանցագործություն է։ Կասեցվածով էլ զրկվածով Այո, վարելը քրեական։ այո, եթե դու ընդհանրապես չունես վարում ես վարչական է, բայց եթե կասեցված կամ զրկված ես եւ վարում ես քրեական, այսինքն պետությունն ասում է, եթե չունես վարչական է, չթեև դա էլ են ուզում փոխեն, բայց դա այլ հարց է։ Բայց ասում է, եթե դու կասեցված ես, դու պարտավոր ես պատիժդ կրել, քշեցի ու գիտեք ինչ հսկայական, ինձ զանգում են դասախոսներ։ Նայում ես, մարդը լուրջ դասախոս, գիտեցի տեխնացու քրեական հոդվածը, որ շարունակած գնում է, բանի հարցաքննության քննիչի մոտ։ Դուք չեք պատկերացնի ինչ իրավիճակներ են լինում։ Լուրջ մարդը դողդող, զանգում է ինձ խուճապար կինը, ասում է ես հիմա հանցագործ եմ, լուրջ եմ ասում, հանգստացում ես, տիկին ջան, հանգստացեք, նույնիսկ ամենավատ բանը, որ ձեզ սպասում է, դա մեղադրական դատավճիռն է, ճիշտ է, ինքը ունի ազատազրկում սանկցիոն, բայց բարեբախտաբար եւ նորից փառք ու պատիվ, նորից մեր դատավորների, այո, էլի փառք ու պատիվ, որ հասկանում են չի կարելի բանտեր լսնել այդ մարդկանց։ Հա չարամիտ է մարդը մի անգամ բռնվավ նորից, հա տարի տարի նստածրա, որ խելքի գա, բայց նայում ես նորմալ սիրուն աղջիկը գեղեցիկ քշել է իր կամքից անկախ, դողդողալով զանգում ասում է ես հանցագործ եմ, հիմա ինչ ա լինելու։ Ասես մի անգամ 37 թիվ Ստալինն է գալի մտքի մեջ, ասես այս աղջիկը ինչ գիշեր է անցկացնում, ասես հանգստացել։ Թեև ասեմ, ինչքան էլ դու իրան հանգստացնես, ցավոք հիմա ես դες ասեմ, քանի որ այս process-ին ես շատ եմ հետևում, 20 թվականին, երբ որ այս process-ը մտավ բալային եւ 20-ի վերջում ես կասեցված ես, այսպես կոչված հանցագործները հայտնվեցին, այն ժամանակ մեր դատախազությունը պրակտիկա ուներ նման գործերը ոչ ֆորմալ ձևով չէր հասցնում դատարան, 10-ից 9 այն այդ պատահական մարդկանց, այսպես ասած, արանքից հանում էր, չգիտեմ, չարամիտ մարդուն կտաներ դատարան։ Հիմա վերջի տարիներին ցավոք ավելի դաժանացել է, քննչական կոմիտեն գործեր դատարան է հասցնում հիմա։ Եվ դատարանը բարեբախտաբար դատավորները դեռևս ազատազրկում չեն տալի, բայց գիտեք, դա բացասական է, նախ մի քանի 100,000 դրամ տուգանք է։ Օրինակ կարող է 400, 700, 800,000 տուգանք, փոքր գումար չի։ Երկրորդ, իրավաբաններն մարդու վրա լինում է մեղադրական դատավճիռ։ Հիմա
Գիտեք, դա իրավական հետևանքներ կարող ունենա։ Օրինակ, փաստաբանի կամ իրավապահ համակարգի աշխատակցի վրա եղավ մեղադրական դատավճիռ, նա պաշտոնից զրկվում է, լիցենզիայից զրկվում է։ Էլ չասած դեսպանատուն ես մտնում, որ Ֆրանսիա գնաս, Սապրոս անում, մեկը ասում են, այս հանցագործ է այս մարդը։ Դե արի Ֆրանսիայի կոնսուլին բացատրի, որ գիտես հանցը։ Գիտեք, շատ քիչ է լինում, որ մեր հաղորդումը հնարավորություն է տալիս ուրախ նոտայով ինչ-որ բան ավարտել։ Ես ուզում եի ասեի, որ այսօր լավ էր բալային համակարգից չխոսեցինք, որովհետև առողջների իրավունքների պաշտպանությունն էլ շատ լայն ոլորտ է, մեր սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ենք երևի արդեն 30 թողարկում արենք ու լելի կանենք։ Բնականաբար լրիվ նույնը կարող է լինել ու անպայման թեմային անդրադառնանք, այսօր վերջում շատ լավ նորից հիշեցինք, որ բարեբախտաբար դեռ ունենք դատավորներ, ովքեր հնարավորություն են տալիս անգամ նման հաղորդումները մենք պոզիտիվ նոտայով ավարտենք։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, հարգելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեզ, ծանոթ կլինեք սպառողական ոլորտում ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի խնդիրներին, այդ թվում վարորդների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։ Մինչ հանդիպում։